Այսօր մեր թեման տարածության և ժամանակի մասին է, արդյոք մենք զգում ենք ժամանակ անցնում է, թե ոչ, փորձենք անդրադառնալ անտիկ մտածողներին, ինչ կարծիք ունեին, ինչ թևավոր խոսքեր են օգտագործել, ինչ հրաշալի մտքեր են արտահայտել, որոնք արդիական են մինչև այսօր։ Ապա լսում եմ ձեզ, ով կուզի ներկայացնի։ Պլատոնն ասել է, տարածությունը աշխարհի արգանն է, որտեղ նյութականը արտացոլում է արժեքները, իսկ Արիստոտելն ասել է, որ տարածությունը գոյություն ունի այնտեղ գտնվող ատոմներով։ Դա ներկայացված է, իսկ ով կարող է ուրիշ ներկայացնել, ապա Մարիամ։ Հանես, տարածությունը լսած այնքան վայրակ չնա։ Պլատոնը տարածությունը թեյի ներդաշնակությունն է, երակնիկ ամեն ինչ հոսում է։ Այդ տեսակետներ, ասա։ Պարմենիդը ասել է, որ տարածությունը անփոփոխ է, իսկ շարժումը պատրանք։ Շարժում։ Դու ես այդպես կարծում։ Դու ինչ ես կարծում, դու ես ավելի խելացի, թե երակնիկը։ Լավ, լսում ենք, մտածում ենք, ինչու մենք են ներկայացնելու։ Անտիկ ժամանակաշրջանի անդրադարձանք։ Բերեք բաժանվեք խմբերի, ամեն խումբը ներկայացնի մի մտածողի, հա, մինչև դուք մտածեք ոնց է խմբերի բաժանվում, Մարիետա ջան, ես քեզ անդրադառնամ, ինչու փիլիսոփան ես ինչ ասել, ինչին անտիկ ժամանակաշրջանի մտածողներ գիտես, փիլիսոփաներ, կարող ես մի 2-3 անուն ներկայացնել։ Արիստոտել, Թալես, Արիստոֆան, Դիոգենես, Պյութագորաս։ Պյութագորասի մասին հեշտ լսել ես, օրինակ որ առարկայի ժամին ես լսել Պյութագորաս։ Եղել է որ օգտագործեք։ Հա, ապրես շատ Մարիետա ջան, շատ ապրես նստի, ապա բաժանվենք խմբերի, ամենքը ձեր խումբը փորձեք ներկայացնել, բաժանվեցիք, փորձեցիք առանձնել դասանը շատ փոքրիկ է, շատ քիչ է, փորձենք խմբերի բաժանվենք, Մարիամ ջան, քո խմբի անդամ, դու ես եւ Արմանը։ Արման ջան, մոտենաս նստես այստեղ։ Որպեսզի ավելի հարմար լինի, ահա, Սվետայի խումբը Դորմամին է, տես մոտեցին իսկի դորմամին է։ Մարիետա ջան, մոտեցի, մոտեցի, փորձեք առայժմ ներկայացրեք ձեր թիմերի անվանումները ու փորձեք մտածել ինչի շուրջ եք ուզում խոսել։ Սվետլանա, ձեր թիմը։ Ապա Սվետլանա ջան, ներկայացրու, որ մտածողների մասին եք ուզում խոսել։ Այո, լավ, դուք։ Պլատոնի և Արիստոտելի։ Շատ լավ։ Թալեսի, Պյութագորասի, Հերակլեսի մասին։ Ուզում եք ու Հերակլեսի։ Հերակլեսը փիլիսոփա է եղել, օրինակ Հերակլեսի մասին լսել ես, ինքը փիլիսոփա է եղել։ Հավելի համարձակ։ Ոչ։ Լավ։ Ձեզ ինչքան ժամանակ է անհրաժեշտ, ամենքիդ 1.5 րոպե են տրամադրում, սկսեք աշխատել ու մտածելը, աշխատեք, դուք այսպես ես հեռավորության վրա հարմար ես կարող տեղը պրոֆեսոր Մանջան։ Դու կողնստի մայրացել, չենք պայսակը մայրացել, որպեսի շանկացել, իրար հետ փոխեք մտածել։ Ինչքան հնարավոր է, խորհրդակցեք, միանձնյա որոշումներ մի կայացրեք, խորհրդակցեք։ Արման, մեքենան ինչի համար ես բերել, ինչ ես ուզում ցույց տաս։ Շարժում, բերել ցույց տես դուրս, հետո հենց հարցնեմ, արդեն քո մեքենան քո օգտոպանի, ես
երևի քո փոքր տարիքի մեքենա է, հիմա էլ ես սիրում մեքենաներ։ Դու սիրում ես շարժում ընդհանրապես։ Քո սեղանին դիր Արմեն ջան։ Փորձենք գրել, որպեսզի ներկայացնենք։ Խորտակցելով անպայման։ Առաջինը որ խումբն է ուզում ներկայացնի։ Առաջինը որ խումբն է ուզում ներկայացնի, անի կարող եք արդեն կներես միակ նորից ձերքում ներկայացնեք, դուք հնարքումներ արեք և մեր ժամանակ լսեք, հետո իրար հարց եք տալու, հա? Պլատոնի և Արիստոտելի մասին ենք ներկայացնում։ Բարենալողներու եք ես։ Կարող եք նստածել պատասխանել հենց, երևի ավելի հարմար լինի, ներկայացուանինը, հետո Մարիետա դու ես ուզում սկսես, հա? Սկսի Մարիետա ջան։ Արիստոտելը ճիշտ է ասել, որ տարածությունը գոյություն ունի։ Տարածություն գոյություն ունի և այո, իսկ անի որ տարածությունն ու ժամանակը դարերի ընթացքում զարգացել են, փոփոխություն են ապրել, տարածությունը օրինակ նախնադարում, միջնադարում մարդիկ չգիտեին դրա սահմանները, իսկ հիմա մոտավոր ուրվագծում ենք երկրագնդի, տիեզերքի սահմանները, իսկ ժամանակը, որ նախնադարում դանդաղ էր ժամանակն անցնում ու մարդիկ չգիտեին թե դա ինչ է, իսկ հիմա արագ է անցնում։ Ինչով է պայմանավորված։ Կյանքի տեմպի արագացման հետ զուգընթաց ժամանակը կրճատվել է։ Մարդիկ այսօր բազմազան զբաղվել չէ, տարբեր ոլորտներով է զբաղված, մեզ վնասում են նաև ժամանակ արագացնելու դա վնասում են չէ։ Նոր տեխնոլոգիաները օգտվել են մեզ, վնասում են, հեռախոսը քո կյանքում ինչ դեր է կատարում օրինակ։ Օգտակար, որ տարբեր նյութեր հավաքելիս նորություններ իմանալիս օգտվում։ Իսկ ոչ մի վնասակար բան չի առաջացնում։ Ունի կախվածություն առաջացնում, եթե ճիշտ չօգտվես, կարաս սխալ կայքեր մտնել ու կիբերհացակրթության ենթարկվել։ Եվ ոչ միայն, չէ՞, եւ ոչ միայն։ Ունես ավելացնելու բան։ Ոչ։ Ձեր թիմը Մարիամ ջան։ Սկսեմ, հատածինը գրել եք արդեն։ Եթե գրել եք, կարող եք նույն ձեր գրածից օգտվել, ասեք։ Թալեսն ասել է, որ տարածությունը լսվում է ջրով, իսկ Հերակլիտը ասել է, որ ամեն ինչ հոսում է։ Ամեն ինչ հոսում է։ Դու Մարիամ ջան։ Ուզանալն ասել, որ տարածությունը թվային ներդաշնակություն է։ Այո։ Այդքանն եք ուզում ներկայացնեք, իրենց կյանքից ոչ մի բան չունեք ներկայացնելու։ Մտածեք, մենք նորից ես կանրադառնանք, Սվետլանա ձեր խումբը, Դորմամիշովան պատրաստել ես։ Այո, դե մտածես ասի տարածությունը, որտեղ շարժվում ատոմներ։ Այո։ Մենք նշենք, որ մեր դորմանը եկել է Եգիպտոսից, հայերենին արտակարգ չի տիրապետում, բայց ինքը փորձում է սովորել մեր լեզուն և հենց մեր լեզվով է փորձում է արտահայտել, չէ, արդեն բավականին լավ հասկանում ես, չէ, Դորմա։ Շնորհակալություն, Սվետլանա։ Պարմենիտը ասում է, որ տարածությունը անփոփոխ է, շարժումը պատրանք, նրա կարծիքով գոյությունը կա, իսկ ոչ գոյությունը չկա, նրա կարծիքով ոչ գոյությունը մենք նաև չենք կարող պատկերացնել, իսկ գոյությունը կարող ենք։ Նրա կարծիքով մարդիկ հաճախ շատ են սխալվում, քանի որ իրանք վստահում են իրենց զգացողություններին, բայց ճշմարիտ դեպքերը կարող են ձեռք բերել միայն բանականությամբ։ Նայ, տարածությունը եւ ժամանակը, այդ հասկացողությունները, դրանք երկուսն են ֆիլոսոֆիական կատեգորիաներ, միշտ մարդկանց հետաքրքրել են։ Անտիկ ժամանակաշրջանից մինչև այսօր ինչ-որ մի բան, առաջընթաց, ինչ-որ մի փոփոխություն կա նախկին մտածողների և այժմենականների մատիկաներ ունենք, այլ մտածողներ ունենք, եթե համատում ենք նրանց մտքերը, ինչ-որ փոփոխություն կա, հարստացվել է ավելի, թե չէ գաղափարները, ինչ է կարծում անի։ Եվ հարստացվել է, որովհետև աշխարհն զարգանում է ու հիմնականում երկրի վրա ինչ երևույթներ կատարվում են, բոլորին շատ հստակ եզրահանգում է տրված, նույնը և ժամանակի ընկալատությունը։ Երբ որ ձեր պատկերացմամբ մարդը տաղանդավոր է և խելացի,
դա կարող եք դրանց եզրահանգել, որ ինքը հրաշալի ազնվորություն է։ Ոչ։ Եթե մարդը տաղանդ ունի, չի նշանակում ինքը, որ դեր բարի մարդը ու պատրաստ է ուրիշներին օգնի։ Դու այդպես ես կարծում։ Ես էլ եմ Սվետլանայի հետ համաձայն, որովհետև մարդու խելքը իր պահվածքին ու բնավորությանը ընդհանրապես կապ չունեն իրար հետ։ Ես ինձ թվում է, որ նորմալ մարդը նորմալ իրենք կդրսևորել։ Եվ Ես եմ համաձայն մարդը ինչքան է եւ դրսևորել, երևին է բնավորության բացական գծերը երևում է։ Մենք գիտենք այնպիսի մարդիկ, որ բացարձակ դրական գծերով են օժտված։ Ոչ, բոլորս է հատուկոս։ Երբ որ մենք խոսում ենք տարածության եւ ժամանակի մասին, ես այսպես եմ կարծում, դուք չգիտեմ ինչպես եք հասկացել դարձը, ինչ ենթադրություններ մենք բնականաբար նորից կանրադառնանք անտիկ ժամանակաշրջանին, ամենակարևորը բոլոր ժամանակներում, բացի զարգացումից, բացի էվոլյուցիայից, բացի առաջընթացից մարդը պետք է մնա մարդ, մեր պատկերացումներում ինչպիսի որ մենք ենք պատկերացնում։ Բայց մեզ նրանց յուրաքանչյուրս կազմված ենք երկու տոպրակներից, սպիտակ ու սև, նրանց որը ենք արթնացնում, աշխատենք, որ միշտ մեր սև պարկերը փակված մնա, միշտ։ Այսա եմ ուզում, որ անտիկ մտածողներից դա վերցնենք առաջերտի։ Մենք ստեղծենք, կարողանանք ապագայում ստեղծենք այդպիսի մարդու կերպար կամ փորձենք այդպիսի դառնալ, որ խելքն ու դրական հատկանիշները իրար հետ զուգակցվեն, հա? Լավ։